Ես Ռաֆին Իզիբլյանն եմ, ծնվել եմ Հորդանան, տեղափոխվել ենք Քուվեյթ, հետո կյանքի պայմանների համար ծնողս տեղափոխվեց Մոնտրեալ, Կանադա, որտեղ ես մեծացա, դպրոց հաճախեցի, գնացի հայկական վարժարան, բայց հետո արդեն տեղական համալսարան եւ անգլերենով եւ ֆրանսերենով տարբեր մասնագիտություններ եմ ձեռք բերել։ Իմ ավելի շատ հետաքրքրությունը եղել էր հաղորդակցման ոլորտը։ Ես աշխատել եմ հասարակական գազམ་ագերբություններում, Կանադայում եղել եմ սկաուտական շարժման պրոֆեսիոնալ կադր, բայց հետո աշխատեցի արդեն պրոֆեսիոնալ կարիերայի զարգացման ուղղությամբ, որտեղ համայնքների հետ էի աշխատում։ Զարգացնում էի երիտասարդական շարժումներ, ֆրանսախոս տեղացիներ եւ իմիգրանտ, այսինքն չինական խումբեր, հայկական խմբեր, արաբական խմբեր, որը ինձ հորիզոնս շատ բացեց, շատ բան ես հասկացա մարդու մասին, մշակույթների մասին, որը ասենք դպրոցներում անպայման չի, որ կարողանանք սովորենք։ Սա եղել է իմ հիմնական նախնական ճանապարհը, մինչև 99-ը, երբ որ ես Հայաստան եկա որպես կամավոր Երգիր եւ մշակույթ կազմակերպության հետ, լավագույն ժամանակներն էր եւ այսպես սիրահարվեցա Հայաստանի վրա։ Հայաստանը դարձավ իմ կյանքի ոնց որ անբաժան ցկտումը, հա, ես անընդհատ ուզում էի իդ վերադառնայի, եւ վերադարձա նորից 2001-ին, վերջը արդեն որոշում կայացրեցի, որ ես պետք է տեղափոխվեմ իմ ընտանիքի հետ Հայաստան։ Արդեն ժամանակին ունեինք երկու դուստր աղջիկներ։ Իմ աշխատանքը Հայաստանի տարբերակույն վայրերում գտնել հնարավորություններ, համայնքներ, որտեղ կարելի էր իրականացնել կամավորական աշխատանքներ, դպրոցի վերանորոգում, հայկական պատմական գոթողների վերականգնում, Արցախում, Ջավախքում, Հայաստանի սահմանամերձ գյուղերում, համայնքներում, այսինքն ես շատ կարճ ժամանակվա ընթացքում հայտնաբերեցի ամբողջ Հայաստանը, նոյեմբերյանից մինչև մեղրի, Ջավախք եւ Արցախ։ Արդեն ես շատ բան հասկացա, շատ բան դիրապետեցի խնդիրներից սկսած մինչև հնարավորությունները եւ այդպես արդեն իմ կապը ավելի սերտ եղավ, որոշեցի անցնեմ այլ աշխատանքի եւ Վիվասելի կոմերցիոն տնօրեն դարձա։ Ես մեծացել եմ որպես հասուն մարդ Կանադայում, որտեղ պապայի թերը շատ կարևորված էր, այնտեղ ցույց էին տալիս, թե որպես տղամարդ, որպես հայր, որպես պապա ներգրավված պիտի լինել ընտանիքի երեխաների առօրյային մեջ։ Ես այդպես էի մեծացել, մեր տանը նաև իմ հայրս էլ ինչ որ ներգրավված էր տարբեր բաներով, ինձ համար նորություն չէր, որ պապան պիտի նաև անի ինչ որ տան գործեր, ինչ որ սպաղվի երեխաների հետ։ Ես 33 տարեկան էի, որ Հայաստան տեղափոխվեցա, ունեի 2 աղջիկ երեխա։ Կանադայում շատ գույնավոր շորերով լինել, հագնվել, տարբերվող կերպարներ շատ էին, տեսնում էինք եւ մենք սովորեինք, այդպես ենք մեծացել։ Իսկ Հայաստան, որ եկանք, իհարկե հասարակության մեջ շատ էինք տարբերվում, շատ էինք ուշադրության կենտրոն դառնում առհասարակ փողոցով ման գալուց։ Ես ունեի երկար քանգուր մազեր, ինձ համար սովոր էր ամռանը շորթիկներով լինեի եւ այդ ժամանակ դեռ ասենք հասարակությունը այդքան էլ պատրաստ չէր երևի այդ տեսակի կերպարների կամ ավելի շատ որպես տուրիստ էին մեզ նայում, հա, ժամանակավոր, բայց գնալով հասկացան մեր հարևանները, աշխատանքի կոլեգաները, որ դե ժամանակավոր չէ, արդեն տեղացիներ ենք եւ այդ կերպարին սկսեցին կամաց սովորել։ Այդ ընթացքում ես որպես հայր նաև հաջող այգիում կարողա կարգի մեջ երեխուս Pampers փոխեի
ես իմ վրա հատուկ պայուսակ կար, կախում էի երեխան եւ փողոցով քայլում էի։ Շատ դարօրինակ էր շատերի համար, նույնիսկ ագնարկներ էին անում մարդիկ, որ ես ինչ տղամարդ է, որ Pampers է փոխում, գինը չունի, տեսեք գինը նստած ինքն է փոխում, այսպիսի խոսքեր շատ ենք լսել, միգուցե նույնիսկ առանց մտածելու, որ մենք հասկանում ենք հայերեն լեզուն, կողքով ակնարկներ եղան եւ հասկացանք, որ հասարակությունը ինչքան կարիք ունի տեսնելու ու իրեն դարձնելու սովորական երևույթ։ Դա ավելի ինձ ոգևորեց, ես ավելի ակնհայտորեն էի Pampers-ը փոխում, երեխաների հետ ավելի բարձրացայն էի խաղերս խաղում, երգեր երգում, որ ցույց տայի, որ դա շատ նորմալ բան է։ Այս սառնարանի վրա միշտ մենք փոխում ենք նկարները, դնում ենք տենց հին նկարներից փոխում ենք ու ամեն երեխաները ուզում են իրենց ֆոտոները տեսնեն, որ ֆոտոն ենք դրած նոր։ Այստեղ աղջիկներն են, բանի ծաղկազարդի ժամանակ որ գնացել ենք ծաղիկներով, սա մերոնք էին այդ առաջի օրերը գույնավոր, որ ասում եմ գույնավոր ենք շորերով անընդհատ երևում էինք, սենց բասեին ենք գնում, ինչ-որ Սևան ենք գնացել։ Այստեղ այսինքն նոր ենք եկել Կանադա, որտեղ դες նայ մեջքիս նստած երեխան, ինքը դեռ 1 տարեկան չկա, այսինքն 33 տարեկան էի։ Հիմնական իմ սիրած բանը նախաճաշ պատրաստելն է, հենց փոքրուց ոնց որ երեխաները սովորեին նախաճաշը բաբան է պատրաստում, կարող եմ այսպես անեմ նորից, որ կադրում ունենաս։ Նախաճաշները իմ բարդականություններ, մնացած բաները Լարան էր անում, դե ես կեսօրին սալատ, մալատ, տենց բաներ եմ պատրաստում ավելի շատ, բայց որ ասեմ տենց բարդ ճաշեր եմ սարքում, ես չէ, ես սիրում եմ սենց ավելի թեթև բաները սարքեմ։ Փոքրուց մամայինքս շատ էին անում այս մանթի սարքելը, ոնց որ ընտանիքով հավաքվում էինք, ժամերով այդ փոքր մանթիները սարքում էինք, միսը մեծ դրիր, փոքր դրիր, լավ չեղավ, նորից արա եւ այլն, խոսում ես, պատմում ես, ծիծաղում ես, հետո հիշատակներ ես ստեղծում ու միշտ հիշում ես դրա մասին, վայ, որ փոքր էինք, սենց էինք անում, հիմա ինչի չենք անում սենց, կամ եկեք այն դարին, որ այսպես էինք ինչ-որ բան սարքել, նորից սարքենք, այդ հիշատակները միշտ ընտանիքի մեջ բան է դարձնում, չէ, ինչ-որ կաբող օղագա ստեղծում եւ այդ նույն հիշողությունները բերում է, որ դու ավելի սերտ հարաբերություններ ունենաս։ Այդ ընթացքում խոսում ես տարբեր թեմաների մասին, ասենք աշխարհի վտանգների մասին, ոնց ուշադիր լինել, ընդհանուր ասենք իրենք որ դերահաս էին, ասենք իրենց մարմինի փոփոխությունների մասին էին խոսում, հասունության մասին էինք խոսում ենք նույնիսկ սեռական հարաբերությունները ապակային, ինչպես պետք է որ մոտենալ հարգանքով եւ այլն, այս ամեն ինչը մենք սեղանի շուրջ, խոհանոցային այդ իրավիճակում շատ ենք խոսում։ Ոնց ես խոսում, ասենք, քթիցդ արյուն գալուց կամ ցերկդ կոտրելուց, ոնց ես խոսում այդ բաների մասին, նույնիսկ խոսես, այսինքն որ հիգիենայի մասին ենք խոսում, այդ այսինքն հիմա ասենք դարձել ես դերահաս, քո մոտ մարմինի մեջ փոփոխություններ են, ինչ որ հոդերը, բաները, հա, պիտի որ դու քեզ լավ նայես, որ մարդկանց մոտ նստելիս կամ ինչ որ մեկին հավանում ես կողքը կանգնես, ինքը չբժկա քո հոդից, այսինքն շատ կարևոր բաներ են հիգիենայի մասին խոսալը նաև երեխու համար, դա ինքը պատրաստում ես, չէ, իրեն աբակայի համար։ Բոլորն էլ մեր երեխաները իրենք ինքնուրույն ճաշ պատրաստում են, սիրում են խոհանոցում աշխատեն, փոքր տարիքուց, դա այսինքն 10 տարեկանից սկսում են։ Երեխաները գրգնում են այն, ինչ մեծերը անում են։ Եթե այդպես տեսնենք, մենք մեր հասարակության մեջ մեր վրա իրար ճնշած գույները եւ շորերը, հագնվածքը, հագուկապը, ինչպես մենք իրար ճնշում ենք, երեխան եւ լսում է, եւ տեսնում է, եւ գրգնում է։ Այսինքն, երբ որ մենք ազատ չենք շփվում, ազատ չենք խոսում,
ազատ չենք հագնվում, երեխան նույն բանն է կրկնում։ Շատ հաճախ նույն բանը առողջ ապրելակերպի հետ է կարելի ասել, որ բժիշկը իր կաբինետում ծխում է ու ասում է ծխելը վնասական է։ Նույն բանն է։ Այսինքն, երբ որ դու ծնողք ես եւ ասում ես դու ազատ մտածի դղա ջան, խնդիր չունես, բայց դու ինքնինքդ ճնշում ես, կնոջդ ամուսնուդ ճնշում ես, չգիտեմ, քրոջդ եղբորդ դա ասում ես հանգարց հարևանը սենց չմտածի, հանգարց դա, չգիտեմ, դասադուները սենց չմտածեն, դու արդեն սահմանափակում ես ու այդ երեխան տեսում ու գրկնում է այդ ամեն ինչը։ Այսօր Հայաստանում ես քիչ եմ հանդիպում գույնավոր շորերով մարդկանց, հա, սևը, մոխրագույնը, մուգ կաբույդը, այս գույներն են հիմնական, ոնց կարելի է, ասենք 12, 13, 14 տարեկանները այդքան մռայլ մուգ գույների մեջ լինեն։ Ինչու ենք պարդատրում այս մուգ գույնը զուսպ լինելը։ Արդահայտվեք կարմիր, կանաչ, դեղին, օրանժ, ինչն է խնդիրը, որ այս մարդկանց մենք սահմանափակում ենք, ասում ենք, չէ, այդ գույները ինչու չի սազում այդ քեզ, այդ սազելը ոչ թե ֆիզիկական սազելը, ինչու գերբարին, դու դղա ես, դու չգիտեմ աղջիկ ես, քո մասին սենց կարծիք ունենան, սենց կասեն քո մասին, ում համար ենք այս ամեն ինչը անում, երեխային ճնշում ենք, որ ինքը չարդահայտվի, գույնավոր ծաղիկներով, թիթեռներով, ինչ որ գուզե հագվի, չէ, ավելի ճիշտ է մենք իրեն բահենք զուս, որպեսզի ոչ մեկը չխոսա իմ երեխու մասին։ Come on. Դնից որ աշխատում եմ, այստեղից եմ աշխատում ավելի, դե արդեն լուսավոր, դե սիրուն տեսարան, ասեմ COVID-ի ժամանակ սա ինձ փրկություն էր, դե որ տնից էինք աշխատում բոլորս, ես մի հատ մեծ միջոցառում եմ կազմակերպել հենց այստեղից, այսինքն զանգերով, քոլերով, հա, զումերով եւ այլն, երբեմն ներշնչում է, որ օֆիսից դուրս ես, ինչ որ տարածքդ փոխում ես, միանգամից ուրիշ մտքեր են գալիս, դա օգնում է, դե իմ ստեղծագործ աշխատանքս բահանջում է, որ ես անընդհատ ինչ-որ նոր միտքեր գեներացնեմ, հա, անընդհատ ինչ-որ նոր այդեաներով։ 2006-ին, երբ հիմնեցի Dim Communications-ը, այդ ժամանակ ես պակասն էի տեսնում, հա, կարիքն էի զգում, կամպանիաներ, որ կամ մեծ եւ կամ փոքր բիզնեսներին կաչակցեին իրենց մարքեթինգային, PR-ի, գովազդային ոլորտում աշխատանքները զարգացնել։ Դե 2006-ին պատկերացրեք նոր էր սկսում այդ ամեն բիզնեսի մշակումը, հա, այսինքն այդ 90-ական թվականներից նոր էինք եկել հասել ինչ որ միջազգային ներդրումների ասպարեզ, որտեղ ունեցանք եւ տելեկոմի, եւ սննդամթերքի, եւ туриզմի ոլորտում, հա, հյուրանոցներ եւ այլն, որոնք կարիքն ունեին այդ ծևի աջակցություն, որ իրենք սովոր են, հա, այսինքն ես կարողացա մատուցել եւ տպագրական եւ ռոլիկ պատրաստելու, Facebook-յան էջեր ստեղծելու, այդ ժամանակ շատ նոր էր, շատ մարդիկ չէին հասկանում դա ինչ է, ինչ նպատակ ունի, ինչով կարող է օգտակար դառնալ բիզնեսին։ Այսօր զարգացած է, այսինքն մենք մեծակույն միջոցառումներ արել էինք, նույն Սերժ Թանկյանի համերգի կազմակերպումը, Թումոյի բացումը, Տաթևի ջուբանուղի բացման արարողություններ, այսպիսի ինչ որ մեծամասշտաբ միջոցառումներ էինք կազմակերպում այդ ժամանակ։ Հիմա ոնց որ ավելի շատ ռազմավարական է եղել մեր աշխատանքը, այսինքն պետական մասշտաբով մենք կարողանում ենք զարգացնել ռազմավարություն, որտեղ մարդկանց բոլոր քաղաքացիներին մշակույթը կամ վարվելակերպը փոխում է։ 2017-ին, ուրեմն Շվեդիայում կայանալու էր պապաների թեմայի շուրջ ինչ որ հանդիպում։ Ու այս դարաձաշրջանից ինձ դիմեցին,
որովհետև ես վարում էի Facebook-յան բլոգ Edge, վայելել հայրությունը, հա, այդպես էր գոչվում։ Փորձում էի երկու լեզվով ցույց տալ, թե ինչ հաճելի է լինել papa ու հաճելի մասերը ու ոչ միայն, այսինքն նաև վերհանում էի դժվար բարդ հարաբերությունները, մանավանդ դերահաս ժամանակներ էին երեխաներս այդ ժամանակ։ Լիքը հարցեր ես ինձ էի հարցնում, պատասխանը գտնում, տեղադրում։ Ամենայնտեպս հրավիրեցին Շվեդիա գնացի, այնտեղ Էստոնիայից, Սերբիայից, չգիտեմ, Թուրքիայից, շատ տարբեր պետություններից, աֆրիկյան երկրներից ինչ որ ներկայացուցիչներ կային, ամեն մեկը տարբեր ծևի ծրագիր էր անում։ Ու մի հյուր հրավիրեցին, որ ինքը ֆոտո շարք էր նկարել, հենց շվեդական բաբաներ, իրենց առօրյային մեջ, թե ինչպես են իրենք ապրում, իրենց տանը, իրենց երեխաների հետ, դան գործերով, երեխաների հետ, ուսումը դպրոց այգում եւ այլն, շատ տպավորեց ինձ։ Ու այնտեղ ասեցին, եթե դուք էլ կուզենաք ձեր երկրում sense բան անեք, կարող ենք գանք այս նկարները ցուցադրեք եւ այլն։ Ես վերադարձա Հայաստան եւ իսկապես ներշնչված էի այս ամեն ինչից, բայց մտածեցի, որ առանց հայ բաբաներին մենակ շվեդականը ցույց տալը, դա ոնց որ մեր կոնտեքստից դուրս կնայվեր։ Ուրեմն Արեգ Պալայանի հետ, որ նկարող Արեգ Պալայանի հետ համատեղ ծրագիր մշակեցի, ներկայացուցի շվեդական դեսպանատանը, շատ սիրեցին, վերջում ստեղծեցինք ֆոտոշարք, ինչ որ ճանաչված դեմքերով կամ եւ ոչ միայն, այսինքն ամեն օրվա պապաներ, որ իրենց երեխաների հետ ամեն օրվա իրենց գործողության մեջ շատ սիրուն կենթանի ֆոտոներ նկարեցինք։ Այստեղ ունեմ նմուշներ, եթե թեմ չեք ցույց տամ, այստեղ օրինակ շախմատի խաղ էին խաղում, չգիտեմ ներկայացվածը ծանոթացե թե չեցես, Արլուփայի Արման Աթոյանն էր, հա, այսինքն իմ ինչ-որ ընկերների շրջանակներն եմ մոբիլիզացրել, Տիգրան Չորոխյանը տան մեջ երեխաների տղաներին հետ սպաղվում էր գործից հետո, ասենք, այստեղ Արթուր Պապյանն է իր տղուն հետ շանն են ման տալիս, այսինքն այդ կարող էր չէ, շանը ման տալ առանց երեխային ներգրավելու, բայց այդ պահը շատ կարևոր է, որտեղ իրենք լավ զրույց են անում ու իրանց այդ հարաբերությունը ավելի սերտ է դառնում։ Եվ այսպես տարբեր նկարներ, նույնիսկ սպորտային, հա, ճարտարապետ Մերուժանը իր տղաներին մարաթոնի էր սովորացնում, այսօր բոլոր ընտանիքով մարաթոն են վազում։ Իրականում այս ծրագիրը, որ ես անձամբ արել եմ, դա իմ սեփական ծրագիրն է եղել, արդյունքի մասին էի ուզում մի քիչ խոսայի, շատ հետաքրքիր էր, որ ես աուդիտ էի անում, այսինքն գնում էի մետրոյում, ուղղակի այնտեղ նստած փորձում էի լսել, թե ինչ են ասում մարդիկ։ Ու շատ հետաքրքիր մի դրվագ, որ ականջիս մեջ միշտ մնացել է, կինը մարդուն ասում էր, տես, մենակ չես փեմփերս փոխելուց։ Ինչը տեսնում ենք, մենք դրան սովոր ենք դառնում, ու երբ որ արդեն սովոր ենք, ինքը նորմա է դառնում, ընդունված է դառնում, արդեն կոդրած է այդ կարծրատիպերը, որ տղամարդը այսպես, կինը այսպես։ Երբ որ նորմա է դառնում, այդ արդեն սովորական են դառնում, այլ ոչ ոք իրար չի նայում, ոչ ոք իրար խոսք չի ասում, ինքը դառնում է, բոլորը պատասխանատու ծնող են դառնում, ու իմ կարծիքով դա առողջ ապրելու ցևն է, որպես կին, որպես տղամարդ, որպես զույգ, որպես ընտանիք։ Լավ, օքեյ, հեսա կգամ։ Ստեղից է մուտքը։ Այս վերջերս ես ներգրավված եմ եղել Հակավաթի հասարակական մշակութային կազմակերպությունում ու հիմա որոշել եմ, որ Հայաստանում պիտի ներկայացում ներկայացնեմ հենց պատմություն պատմելը եւ բուժելու նպատակներով, այսինքն ինչն ենք բուժում, տրավմաներից ենք բուժվում եւ այլն,
Ուրեմն ներկայացումը կոչվում է Love Letter to Armenia, հա, սիրային նամակ Հայաստանին։ Շատ հետաքրքիր կերպար է ինքը ոչ հայ, Բոստոնից, ԱՄՆ-ից լուսանկարիչ է, որ վերջի 20 տարիների ընթացքում հաջող Հայաստան է եկել եւ բռնացրել է շատ հետաքրքիր եւ կարեւոր թեփքեր։ Կարծես մեր պատմությունը ինքը լուսավոր կերպով ներկայացնում է։ Ես ականատես եմ եղել այդ ցուցահանդեսին, որ տեղի ունեցավ Պատկերասրահում, իսկ հիմա իրեն առաջարկել են, որ բեմադրենք եւ ինքը պատմվածքով պատմելուց, այսինքն թե հանդիսատեսը եւ թե ինքը բուժման ընթացք է ապրում, այսինքն այս հակավատի ուժը նրանով է, որ ոչ թե ուղղակի բեմադրական մշակութային ծրագիր է, այլ ինքը նպատակային է։ Սա շատ կարևոր է։ Մի բան է, որ մենք ասենք 100 տարի է չենք կարողանում կամ չենք կարողացել մեր նարատիվը մենք առաջ տանենք, ու այդ նարատիվը առաջ տանելով մենք մեր հարցը ու մենք մեր տրավմաներից ձերբազատվենք։ Շատ մարդիկ չգիտեն, որ իրենք կարիքն ունեն բուժվելու, սա մենակ Հայաստանի խնդիրը չի, աշխարհով այդպես է, եւ այսօր շատ տեղեր, կոլեկտիվներ, հասարակական մշակութային հավաքականներ խոսում են այդ թեմայի մասին եւ ինքը դառնում է ավելի նորմա, հա, այսինքն մենք հասկանում ենք, սկսում ենք հասկանանք, որ ինձ հետ եղածը դա իմ վրաս տրավմա է պատճառել, ես ունեմ այդ խնդիրը, դրա համար հիմա ես մի քիչ ներսից կատաղություն կա, մի քիչ ես բռնկվում եմ շատ արագ, ես չեմ ընդունում, չեմ հասկանում իմ երեխուս, իմ քրոջս, իմ հորս եւ քիչ-քիչ մարդիկ սկսում են հասկանան, որ դա ներքին ինչ որ հոգեբանական հարցերի հետ է կապված։ Իհարկե սոցցանցերը օգնում են, որովհետեւ շատ դարածված է դառնում արդեն հոգեբանի հետ խոսալը եւ կոլեկտիվ, հա, զրույցները, ասենք նույն խնդիրի հարցեր ունեցողները, նույն ալկոհոլիկների համար, ասենք այդ խմբակային իրենց մոտեցումը, որ իրենք իրար օգնեն, շատ արդեն շատ տարածվել է։ Նրանք, ովքեր չգիտեն, քիչ-քիչ կարող են իմանան եւ երբ որ իմանում են, արդեն ձեռք բերեն այդ օգնությունը արդեն ավելի շատ տեղերից։ Hello. Hey. Wow, ասինչքան հյուսեր ես։ Hi, ուղեմ։ Նայ, Ռաֆի քեզի ածածանեմ։ Նայ, ցույց տուր։ Ասինչ ես, աս conference hall-ն է էցեր։ Ես առանձնապես կին տղամարդու միջև տարբերություններ չեմ դնում, թե ով գումարը պետք է աշխատի, ով ինչ տեսակի գործ պետք է անի, ով ասենք ավելի երկար ժամ պետք է աշխատի, դան խնամքը ով պետք է անե, երեխաներին հետ ով պետք է զբաղվի, ինձ թվում է դա անհատական մոտեցում է, հա, կան կանայք, որ շատ ավելի հմուտ են, ուզում են, կա տղամարդիկ, որ կուզենան, հա, կուզենան ավելի շատ երեխու ուսումը, հա, իրենց համար շատ կարևոր է դպրոցական ծնողական ժողովները կամ, չգիտեմ, դպրոցից դուրս մշակութային, սպորտային զարգացումը իրեն համար կարևոր է եւ ինքը ներգրավված է լինում։ Այսինքն մենք չպետք է դերերի բաժանենք միանշանակ։ Ես միշտ տեսնում եմ ծնողքը, այսինքն այդ նույն երեխու հանդեպ մտահոգությունը, սերը նույնն է, նույն ցև է կերդվում ներքուս։ Ու այդ ամեն ինչը հասկանալով մենք կարող ենք ասենք, որ առանձնապես դերեր չկան։ Սիրեմ բաբայի։ Այո։ Okay, լավ ծկեմ ցեզի։ Հեսա կզանգեմ ավելի ուշ։ Yalla. Bye. 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 Bye.